Բազմաթիվ վիրուսներ կան, որոնք ապրում են մեզ հետ եւ չեն գլուխ բարձրացնում, մինչեւ մենք չենք տալիս դրանց ինչ-որ մի պովոդ, առիթը կարող է լինի ինչ, իմունային համակարգի հանկարծակի ինչ-որ հարված, ասինքն սառը օդ, մրսազություն եւ այլն։ Այդ ժամանակ կարող է այդ վիրուսը, որը մենք ունենք մեր շնչառական ուղիներում, կարող է ինքը դեղ գտնի եւ արտնացնի եւ դարձնի այսպես կոչված սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդություն։ Սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդությունները բազմաթիվ են, որի մեջ մտնում է եւ գրիպը, բայց գրիպը որովհետեւ շատ առանձնահատուկ երևույթ առանձնահատուկ հիվանդություն է, դրա համար ինքը առանձնացված է որպես առանձին հիվանդություն։ Ինչպես է առաջանում եւ ինչպես է տարածվում այս գրիպ կոչվածը եւ ընդհանրապես սուր ռեսպիրատոր հիվանդությունները։ Երկրորդը, ինչպես պետք է դրա դեմ պայքարել, եթե հիվանդացել է, ինչ պետք է անել։ Եվ երրորդը, ինչ պետք է անել, որ չհիվանդանա, որ մյուսները չհիվանդանան։ Գրիպ վիրուսը տարածվում է օդագաթիլային կամ փոշու հետ, անպայման հիվանդ մարդուց, որպես օդագաթիլային միջոցով վարակվի, պետք է լինի գոնե մի մետր մոտիկ։ Եթե մի մետրից ավել լինի, 2 մետր ավել լինի, նա երբեք չի վարակ։ Որպես չի տարածի, որպես գրիպը չի դառնա էպիդեմիա, ինչպես դուք ասեցիք, պետք է առաջինը լինել ազնիվ եւ անպայման ասել, որ հիվանդ եմ։ Իսկ աշխատանք դվողը կամ դպրոցը կամ դասադուլն գտնի իր մեջ ուժ, որ ասի, որ ոչ թե մեղքանա, ոչ ինստե մի անգյունում նստե, այ ասի, որ չէ, պիտի գնաս դուն։ Պետք է անպայման բարգել անգողին։ Պարտադիր վիրուսային գրիպով հիվանդի անգողնային ռեժիմը։ Երկրորդ ինչ պետք է անել։ Դնեցիներին պետք է դարանջատել իրանցից, շփումից։ Այսինքն ունենա ինքը առանձին սենյակ։ Այդ սենյակը, որտեղ որ հիվանդը բարգած է, պետք է հաճախ օդափոխել։ Պետք է օրը 2-3 անգամ խոնավ շորով սրբել բոլոր մակերեսները, որպես այդ նստած վիրուսները մաքրվեն։ Եվ կանչել բժիշկ, ոչ թե սկսել բուժումներ։ Ինչ այլ հիվանդություն լինի, մենք առաջի հերթին աշխատում ենք ջերմությունը իջացնել։ Սխալ է, բացարձակ պետք է չի ջերմությունը իջացնելու։ Նախ նա ոչ մի բուժման իմաստ չունի ջերմությունը իջացնելը։ Երկրորդը, եթե մենք ջերմությունը իջացնող դեղ տանք, մենք կարող ենք բժշկին գցել շփոթության մեջ, որտեղ ջերմություն չկա, նա կասի, որ չէ, գրիպ չի, սովորական վիրուս է։ Որտեղ գրիպը անպայման բարձր ջերմությունով է, բարձր ջերմություն եւ գրիպի ժամանակ ավելի շատ ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներ են մեջ գալիս։ Քրնաթաթրություն, ցավ մարմինի, թուլություն, հազ, կարող են լինել եւ ուրիշ երևույթներ, որոնք ասենք ստամոքսահակային համակարգի հետ կապված, եթե եւս մի բան այս առաջի մասին ուզում եմ ասել։ Հաճախ ասում են, որ գրիպը ախտարում է առաջի հերթին դգար մարդկանց եւ մեր աշխատողները առողջապահության նախարարության աշխատողներն դրա մասին ասել են։ Այնտեղ մի փոքր սխալ ըմբռնում կա։ Դրանք ավելի ենթակա են ծանր դանելու եւ մահանալու։ Թե չէ գրիպը չի ճանաչում, առողջ ես դու, սպորտսմեն ես, թե դգար ես։ Օղի օգտագործելու ժամանակ մետաբոլիզմը ուժեղանում է եւ ջերմությունը բարձրանում է եւ վիրուսները դժվար են ապրում։ Ինչ որտեղ նա կարող է բանը, բայց այդ ինչ որտեղը շատ ավելի քիչ է, քան ինչ որտեղ կվնասի, որտեղ օղին անպայման ճնշում է իմունային համակարգը եւ հիվանդի հիվանդության զարգացումը կլինի ավելի ծանր, ավելի վատ։ Դրա համար իմաստ չունի օղիով ինչ որ բան բուժել։